Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան թիմադիրի էջին հետևյալ քրարումը գդարած է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը թող բարձապանե ըստ հայաստանյաց արաքելական Սուրբ եկեղեցվո կանոններուն ինչ տեղի կունենա, երբ բարձվի, որ գուսագրոն հոգևորականը խախտած է գուսագրոնության ուխտը եւ գուսագրոնության ուխտի ստանցնում են հետո զավակ ունեցած։ Ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան Բրյուսել գդարած այցելության շրջանակներում մեջ հանդիպում ունեցած է Եվրամիության ներքին գործերու եւ ներգաղթի հարցերով հանձնագետար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպան ընթացքին կողմերը անդրադարձ գդարած են Եվրամիություն Հայաստան վիզաներու ազատագանացման երկխոսության գործընթացին շեշտադրելով գործնական քայլերու կարեւորությունը։ Հանձնագետար Բրյուններ հայտնած է, որ 24 հունիսին Հայաստան պիտի այցելե եվրոպական փորձագիտական պատվիրակությունը քննարկելու համար Եվրամիություն Հայաստան վիզաներու ազատագանացման գործողություններու ծրագիրի նախագծային Եվրոպական կողմը վերահաստատած է իր պատրաստակամությունը գարելին չափսեմ ժամկետներու մեջ վերջնականացնել եւ հայկական կողմին ներկայացնել գործողություններու ծրագիրը։ Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը ցավակցություն հայտնեց Ավստրիո մեջ տեղի ունեցած հրացակության զոհերու գաբակցությամբ։ Ավստրիո գրած քաղաքի դպրոցները մեկու մեջ 10 հունիսի առավոտյան հրացակություն տեղի ունեցավ 9 անձ զոհված է 2 տասնյակի ավելի վիրավոր կա։ Ըստ ոստիկանության զոհերու մեջ կան երեխաներ եւ ուսուցիչներ։ Հարցակում ըստ նախնական տեղեկության կատարած է աշակերտները մեկը, որի ենթադրաբար անձնասպան եղած է։ Ներքին գործոս նախարարը մեկնած է գրած տեղի ունեցած գրագոցները ազգային ողբերգություն են, որը խորաբես ցնցեցին մեր ամբողջ երկիրը, բարեր չկան նկարագրելու այն ցավը եւ վիշտը, որ մենք բոլորս ամբողջ Ավստրիո մեջ կսկանք այս բահուն X-ի մեջ գրած է վարչապետը։ Ավստրիո մեջ 3 օր սուկ հայտարարվեցավ։ Մեծ Բրիտանիան եւ 4 այլ երկիրներ հայտարարեցին, որ բաժամիջոցներ կսահմանեն Իսրայելի կառավարության 2 ծայրահեղ աջակողմյան նախարարներուն Բեն-Գվիրի եւ Սմոթրիչի նկատմամբ։ Նախարարներուն պիտի արգելվի մուտք գործել Կանադա, Ավստրալիա, Նյու Զիլանդա եւ Նորվեգիա, իսկ անոնց հաշիվները պիտի սարեցնեն։ Բեն-Գվիր եւ Սմոթրիչ իսրայելցիներուն կհրահարեն բռնի ծայրահեղական գործողություններու եւ բաղեստինցիներու նկատմամբ մարդու իրավունքներու լուրջ խախտումներու։ Նման գործողությունները անընդունելի են, ըսված է Մեծ Բրիտանիա արտաքին գործոս նախարար Դեյվիդ Լեմի եւ 4 երկիրներու գործընկերներուն համատեղ հայտարարության մեջ։ Ամերիկայի եւ Չինաստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ Լոնդոնի մեջ կայացած բանակցություններու ժամանակ համաձայնության եկած են շրջանագային համաձայնագիրի շուրջ, որոնց շնորհիվ կողմերը գիրակորձեն արևդրային տարածայնությունները վերացնելու ուղղված քայլեր, իսկ Չինաստան կվերացնի հազվագյուտ մետաղներու արտահանման սահմանափակումները, գահաղորդե Reuters։ Լոնդոնի մեջ հունիս 9-ին եւ 10-ին 2 օրվան լարված բանակցություններու ավարտին Ամերիկայի արևդուրի նախարար Լուտնիկ նշած է, որ շրջանագային համաձայնագիրը ավելի հստակ կդարձնի մայիսին Ժնևի մեջ ձեռք բերված համաձայնության առումով։ Լուտնիկ ավելցուցած է, որ Լոնդոնի մեջ ձեռք բերված համաձայնագիրը պիտի վերացնի Ամերիկայի կողմեն վերջերս ընդունված որոշ արտահանման սահմանափակումներ, սակայն այլ մանրամասնություններ չի հայտնեց։ Քննարկումները թերևս ավարտվին հունիս 11-ի երեկոյան, բայց կրնան շարունակվել մինչև հունիս 12։ Ռուսաստանն ու Ամերիկան նախնական որոշում ընդունեցին երկկողմ դիվանագիտական հարաբերություններու մեջ արգա գնդրոտ հարցերը լուծելու նպատակով ընթացող խորհրդակցությունները Ստամբուլեն իրենց մայրաքաղաքներ տեղափոխելու մասին եւ բանակցություններու նոր շրջանը մոտ ժամանակներս տեղի պիտի ունենան Մոսկվայի մեջ։ Դարձազրույցին մեջ նշեց Վաշինգտոնի մեջ Ռուսաստանի նոր տեսփան Ալեքսանդր Դարչիև։ Արդեն ասած են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններու առողջացումը թերհերու է, գործընթացը դժվար է եւ գտանթաղի ոչ միայն սպիտակտան ընտիմացիներուն կողմեն, իթեմս խորքային պետության, այլև Կոնգրեսի բազեներու կողմեն, որտեղ տեղակայված է գայուն հագարուսական լոբի, ըսած է ամ։ Տեսփանին խոսքով կարևոր է, որ տեղաշարժը գա եւ այն կչափվի այնպիսի շոշափելի արդյունքներով, ինչպիսին ապրիլ 10-ին Բոլսո մեջ տեղի ունեցած խորհրդակցություններու ընթացքին ընդունված նախնական որոշումն է բանակցությունները Մոսկվայի եւ Վաշինգտոնի մեջ շարունակելու մասին։ Գերմանիա վարչապետ Ֆրեդերիխ Մերց կգարձե, որ Ուկրաինայում մեջ հագամարտության դեպողությունը գախված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներու արդյունավետութենեն։ Ահա թե ինչու մենք եւ ես անձամբ այդքան գծկտինք, որ Ամերիկան հիմա պատժամիջոցներ գիրար է, ըսած է Մերց Հոլանդիայի վարչապետ Դիկսխոֆի հետ համատեղ մամլոասուլիսին։ Գերմանիա վարչապետը նշած է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր սահմանափակումները պիտի անդրադառնան բանկային եւ ուժանույթի ոլորտներու վրա։ Միաժամանակ Մերց հայտարարած է, որ անկարելի է թույլատրել ջանքերը ոչ Ուկրաինայում ռազմական աջակցություն ցուցաբերելու, ոչ ալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներու պահպանման ապահովման հարցով։ Ուկրաինան եւ Ռուսաստանը 3 շարունակած են քերիներու փոխանակման գործընթացը, պատերազմող կողմերը վերադարձուցած են վիրավոր եւ ծանր վիրավորված զինվորներու խումբեր։ Այս մասին գրած է Ուկրաինայու նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեղեկությունը հաղորդեց նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քերիներու փոխանակման շուրջ Մոսկվան եւ Կիևը համաձայնություն ձեռք բերած էին ամսվան սկիզբը Բոլսո մեջ։
Կալիֆորնիա նահանգապետ դեմոկրատ Քեյվին Նյուսոմ տադական հայց ներկայացուցած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի, Պենտագոնի եւ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ։ Լոս Անջելեսի մեջ ազգային զորքեր դեղագայելու համար տադական հայցին մեջ նշված է, որ Թրամփ խախտած է դաշնային օրենքը եւ սահմանադրությունը։ Կալիֆորնիա նահանգապետը կբահանջի հերացնել ազգային զորախումբի ստորաբաժանումները Լոս Անջելեսեն։ Մինչ Թրամփ լրագրողներուն ասած է ազգային զորախումբը պիտի մնա այնքան ժամանակ, մինչեւ վտանգ չլա, հուլիս 6-ին շարունակվող ցույցերու պատճառով Լոս Անջելեսի որոշ կենտրոնական հատվածներուն բարեդային ժամ հայտարարվեցավ երեկոյան ժամ 8-ին մինչև առավոտյան 6 ըստ քաղաքապետ Քերեն Բասի այն պիտի դեպի մի քանի օր կհաղորդե CNN։ Կալիֆորնիա մեջ վերջին 4 օրվան ընթացքին ձերբակալված է առնվազն 378 անձ, որոնց մե 200-ը վերջին 1 օրվան ընթացքին։ Իրանի հյուրեական ծրագիրի շուրջ տարածայնություններու ղեկավարման մասին Իրան-ամերիկյան բանակցություններու 6-րդ շրջանը պիտի գայանա 15 հունիսին Օմանի մայրաքաղաք Մասկատի մեջ։ Այս մասին հայտարարած է Իսլամական Հանրապետության արտաքին գործոստ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Հունիս 1-ին Սպիտակ տան մեջ հայտարարած են, որ Ամերիկայի նախագահի հատուկ բանակնած Ստիվ Ուիտկոֆ Իրանի կառավարության մանրամասն եւ ընդունելի առաջարկ ուղարկեց հյուրեական ծրագիրի վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարած է, որ մտադիր է մինչև 15 տարեկան երեխաներուն արգելել ընկերային ցանցերեն օգտվել, եթե նման որոշում Եվրամիությունը չընդունի։ Մակրոն ասաց է Ֆրանս 2 հերոստալիքի եթերով մեկնաբանելով 10 հունիսին Նոժան կոմունայի կոլեջի աշխատակցուի սպանությունը 14 տարեկան թերահասի կողմեն։ Ֆրանսական լրատվամիջոցները հաղորդած էին անչափահաս կասկածյալի ձերբակալության մասին, որը սաներու բայուսակները ստուգելու ժամանակ տանագով հարցակած էր դաստիարակության գիծով 31 տարեկան օգնականին վրա։ Ստացած վերքերեն մահացած էր։ Մակրոն նաև ցանկություն հայտնած է խստացնել զենքի վաճառքի կանոնները, անթույլատրելի է որ թերահասի մկով զենք գտնվի փողոցին կամ դպրոցի մեջ, սա ծնողներու եւ վաճառողներու պատասխանատվությունն է, ըսած է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։